Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում արել է հետևյալ մի հայտարարություն. Ես մեջբերում եմ. Վերջին շրջանի աշխատանքները վերլուծելով շատ կարևոր է արձանագրել հետևյալը, որ եթե շատ պայմանական ասեմ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երբ որ մի միլիմետրով վստահությունը ավելանում է, ինքը բերում է 10 սանտիմետր գործնական առաջընթացի։ Սա պարզ է, պայմանական բանաձև եմ ասում, բայց ուզում եմ իմ տպավորությունները կիսել նաև այդ առումով։ Եվ ուզում եմ ասել, որ այսօր ես խաղաղության հեռանկարի վերաբերյալ շատ ավելի լավատես եմ, քան ասենք 2025 թվականի օգոստոսի 15-ից 20-ին, չնայած այդ պահին լավատես էի ավելի, քան նախկինում երբևէ եղել եմ լավատես։ Կրկնեմ, սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետ Փաշինյանն իհարկե իրավացի է։ 1 միլիմետր վստահությունը բերում է 10 սանտիմետր գործնական առաջընթացի։ Պարզապես Ադրբեջանի համար գործնական առաջընթացի։ Որպեսզի Ադրբեջանն իրեն վստահի 1 միլիմետր կամ որպեսզի 1 միլիմետր հանկարծ չկասկածի, Նիկոլ Փաշինյանը 10 սանտիմետր առաջ է մղում ադրբեջանական նարատիվները գործնականում։ Այդպես Ադրբեջանը վստահության պայմանով Նիկոլ Փաշինյանից ստանում է գործնական զիջումներ իր օրակարգը առաջ մղելու հարցում, դրա հանդեպ Հայաստանի լոյալությունը, ինչպես նաև միջազգային լոյալություն ձևավորելու հարցում։ Հետո իհարկե այդ ամենը Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է որպես Հայաստանը աշխարհաքաղաքական թակարդից դուրս բերելու ձեռքբերում։ Իդեպ Փաշինյանը նաև հենց այդպես այսօր խոսել է խորհրդարանում, նշելով, որ իր կառավարման տարիների բոլոր տնտեսական ձեռքբերումներն անգամ այդքան կարևոր չեն, որքան այն, որ իրենք Հայաստանը դուրս են բերել աշխարհաքաղաքական թակարդից։ Իսկ ի՞նչն է աշխարհաքաղաքական թակարդ։ Որն է եղել այդ թակարդը։ Այն, որ կար հայկական Արցախ, այն, որ Հայաստանը ունեցել է Արցախի հարցում սուբյեկտություն, Հայաստանը եղել է հաղթող կողմ եւ նաեւ այդ կարգավիճակով բանակցել Արցախյան հարցի խաղաղ կարգավորման համար, միաժամանակ փորձել կառավարել իրավիճակը եւ թույլ չտալ, որպեսզի բռնկվի պատերազմ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն այդ պետությունում բանաստեղծություններ էր գրում օրինակ Տիգրանի երկրի մասին, ապրիլյան քառորիայից հետո։ Հետո նաև այդ բանաստեղծություններով որոշակի վստահություն ձեռք բերում հանրության շրջանում իր դեպի իշխանություն ճանապարհին։ Ավելին, Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը արդեն իշխանության կարգավիճակով խոսում էր ոչ թե թակարդի, այլ Հայաստանի մասին։ Հիմա արդեն այս ամենը Նիկոլ Փաշինյանը գնահատում է թակարդ, ինչպես հայտնի է իր վարքագիծն էլ պատճառաբանելով նրանով, այդ նախկին վարքագիծը, որ եղել է շատ հայրենասեր, կամ այլ կերպ ասած, ներկայիս բառերով եթե ասենք, եղել է հայրենասիրության թակարդում։ Այսինքն Հայաստանի սուբյեկտությունը նա գնահատում է աշխարհաքաղաքական թակարդ։ Իսկ ահա այն, որ Հայաստանը այսօր հայտնվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի նարատիվների ցանցում, եւ անգամ բառերն ընտրելիս ստիպված է ցուցաբերել այնպիսի զգուշավորություն, որ հանկարծ Ադրբեջանն ու Թուրքիան չբարկանան, չնեղանան, չվրդովեն, չդադարեն վստահել, Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը թակարդից դուրս բերել է։ Իսկ ես հիշեցնեմ, որ օգոստոսի 8-ից հետո իր հարցազրույցներից մեկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարն էր նաև մատնանշել, որ խաղաղությունը այնքան խնամքի կարիք ունի, որ ամեն բառի հանդեպ անգամ պետք է զգուշավորություն։ Իսկ մենք տեսնում ենք, որ այդ բառերի հանդեպ զգուշավորություն ցուցաբերում է միայն Երևանը, որովհետև պաշտոնական Բաքվի հռետորաբանությունը մեղմ ասած շատ անզգույշ եւ անկաշկանդ հռետորաբանություն է իրենց նպատակների Հայաստանի հանդեպ հավակնությունների մասին։ Զարմանալի չէ անշուշտ, որ Նիկոլ Փաշինյանը ջանասիրաբար զբաղված է իրականությունը գլխիվայր ներկայացնելով, հասկացությունները փոխելով։ Պարտության պատասխանատուի կարգավիճակից դուրս գալու համար նա չունի այլ տարբերակ, քան պարտությունը հաղթանակ ներկայացնելը եւ հակառակը հաղթանակը պարտություն։ Սուբյեկտային գոյությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական թակարդ։ Անկասկած Հայաստանն իր այդ տարիներին ունեցել է բազմաթիվ խնդիրներ, ներքին բազմաթիվ համակարգային արատներ, սակայն սա որևէ կապ չունի աշխարհաքաղաքական թակարդ լինելու հետ կամ թակարդում լինելու հետ։ Խնդրահարույցն իհարկե այն է, որ Հայաստանում կան հանրային շերտեր, որոնք կարող են սպառել այսպիսի նենգափոխումները, հավաստիացնելով նաև իրենց հերթին, որ օրինակ Հայաստանի ինքնիշխանությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի նարատիվների ցանցում լինելն է։ Չշփոթել սուպերմարկետների որևէ ցանցում լինելու հետ, կամ շփոթել գուցե,
որովհետև ներկայումս հայաստանյան պաշտոնական նարատիվը գործնականում ունի այնպիսի տրամաբանություն, որ թողնում է պետությունն օրինակ սուպերմարկետների հետ շփոթելու տպավորություն, որտեղ պետական գլխավոր խնդիրը դիտվում է սպառողական սոցիալ հոգեբանության բարձր նշաձողերի սահմանումը եւ առավելագույն բարձր նշաձողերի հասնելը, այդ թվում ազգային ինքնության եւ պետական արժանապատվության հաշվին։